Ինտրիգները առաջ են գալիս ամբիցիաներից։ Ստեղծագործական ամբիցիաները ինչ խոսք պետք է արվեստագետն ունենա, սակայն մարդկային ամբիցիաներից պետք է ձերբազատվել։ Այսօր մեր շատ կոլեկտիվներում ցավոք պակասում է թիմային աշխատանքը, համերաշխ ստեղծագործ աշխատանքը, ասում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Միշտ երազել եմ թիմային աշխատանքի մասին եւ ինձ համար ամենաթանկ գնահատականը թերևս երաժիշտների գնահատականն է։ Հայը ընդհանրապես իր տեսակով շատ զարմանալի երկրի մեջտեղում մտածող ազգ է իր երկրի նման, հա, ֆանտազիաներով լեցուն, տաղանդներով լեցուն, մեր երկրի նման ինդիվիդուալիստների հավաքածու այսպիսի ժողովուրդ ենք մենք, բայց հավատացեք իմ կյանքի տասնամյակների փորձառությունից եզրակացության գալով, եթե մենք կարողանում ենք թիմով աշխատել, ուսուսի, իրար հետ համերաշխված, համակարգված ամեն ինչ իրականացնել, ուղղակի մենք չթարեր շոր կտանք, մեր ժողովուրդը ընդունակ է դրան։ Ռուբեն Ասատրյանը ուրախ է, որ Ժիզելը պետք է ղեկավարի, առջևում էլ նոր ներկայացումներ են սպասվում։ Մեր օպերան ունեցել է փառավոր անցյալ, ունեցել ենք Միքայել Թավրիզյան, Օհան Դուրյան, անցյալը պետք է հիշել, գնահատել եւ առաջ գնալ։ Ամեն ինչն էլ նորը սկսում է այդպես տարբեր ճոճումներով, թերև դեմ կողմերով, դա նորմալ է, միշտ էլ գալիս է բացասման օրենքը միշտ էլ գործում է այս կատեգորիան։ Եթե ես հրավիրում եմ գեղարվեստական ղեկավար, ապա պետք է վստահեմ նրան, ասում է թատրոնի տնօրեն Արզումանյանը։ Գեգամ Գրիգորյանը ընդամենը առաջարկեց կրճատել գլխավոր դիրիժորի հաստիքը։ Սա ավելի ադմինիստրատիվ տեխնիկական հաստիք է, որը Կարեն Դուրգարյանը կատարում էր այն ժամանակ, երբ թատրոնը գեղարվեստական ղեկավար չուներ։ Որպես դիրիժոր Կարեն Դուրգարյանը կարող է շարունակել իր աշխատանքը, բայց չհամաձայնվեց։ Առաջարկվել էր միայն գլխավոր բառը հաստիկից, թղթից դուրս գա, թղթի վրայից, հասկանում եք, ինքը իր ֆունկցիաները պետք է պահպաներ։ Կարեն Դուրգարյանին առաջարկվել էր, որ ինքը մնա իրենց սիրված կոլեկտիվին, որ ինքը ասում, իրեն կոլեկտիվի հետ մնա եւ կոլեկտիվի հետ աշխատի, այո, ես չեմ տված բարձր մակարդակի դիրիժորը եւ ինքը երևի թե թատրոնին իհարկե պետք է։ Ինքը մնար էլի աշխատել նույն պայմաններով, միայն թղթի վրա չէր գրված չէր լինի գլխավոր բառը։ Կարեն Դուրգարյանը հրաժարվեց, ասելով, որ դա պաշտոնի չէ, այլ իրեն անձնականն է։ Ես գտնում եմ, որ եթե մի մարդ սիրում է իրեն օրկեստրի, ուզում է աշխատի օրկեստրի հետ եւ ինքը դիրիժորը, ինքը պետք է զբաղվի դիրիժորությամբ։ Եթե ինքը դրանով չի զբաղվում, արդեն խնդրում եմ թող մեր հանդիսատեսը ինքը արդեն եզրակացություններ կատարի։ Ինչու համար Կարեն Դուրգարյանը չի մնաց։ Թատրոնը աշխատում է իրեն ռեժիմով, շտատի ռեժիմով, մենք ունենք մեր դիրիժորները, որոնք որ ամեն մեկ ունի իր ներկայացումը, ինչպես որ նաև զբաղվում են Կարեն Դուրգարյանի ժամանակ։ Եվ Ռուբեն Ասատրյան, եւ Հարություն Արզումանյան, եւ Աթանես Առաքելյան։ Ցավոք սրտի ուղղակի Գեգամ Գրիգորյանը այսօր քաղաքում չի իրան վերադառնալուց հետո որոշում է կայացվել, ստեղծվելու է դիրիժորների կոլեգիա, որոնք որ լինելու են եւ նաեւ մենք կարող ենք այդ կոլեգիային հրավիրել եւ հրավիրել դիրիժորներ։ Ինչ վերաբերում է նվագախմբի երաժիշտների նախագահին ուղված բացնամակին, թատրոնի տնօրենը պաշտոնական հայտարարություն արեց։ Օրկեստրից բաց նամակ նախագահի անունով չի եղել եւ ոչ մեկ դրա տակ չի ստորագրվել։ Ով որ դա արել են, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով, որովհետև դա ունի իրեն, գիտեք, քրեական պատասխանատվության խնդիր է, նաև որովհետև ամբողջ կոլեկտիվի անունից անել այդպիսի ֆալսիֆիկացիաներ եւ օգտագործելով նաև նախագահի անունը, դա գտնում եմ, որ դա մեծ իհարկե հանցանք է։ Իսկ ով է արել եւ ինչի համար, իհարկե ելի եմ ես ասում, դա ես չեմ բացի փակագծերը մարդիկ կարծիքով խելացին եւ կհասկանան։ Թատրոնում նոր ներկայացումներ են սպասվում։ Մարտի վերջին կկայանա Նորմայի պրեմիերան, հունիսին Տոսկան, իսկ աշնանը դիմակահանդեսը Մադամ Բատերֆլայ ու նաև մանկական օպերայի պրեմիերա, որի մասին սակայն տնօրենը չմանրամասնեց։